Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության երկու падգամավորների Հայկ Սարգսյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև հարաբերությունների լարվածությունը 3 պիկին է հասել։ Բանն այն է, որ 3 Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացնեին երկու կառույցների 2026 թվականի պետական բյուջեն։ Քննարկումը փակ դռների հետևում պետք է կայանար։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը պահանջել է, որ բոլորը համակարգիչներն իրերը, որոնք կարող են ձայնագրել նիստը, հանվեն սենյակից, սակայն ՔՊԱ-ական Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում իր նոթբուքը դրսում թողնել։ Դրամփակ նիստից մեզ մանրամասներ հասան, որ բոլոր պաշտոնյաների ներկայությամբ վաղեմի թշնամի դարձած Սարգսյան-Քոչարյան զույգը լեզվակռվի է բռնվել։ Նիստը չի շարունակվել այնքան ժամանակ, մինչև Հայկ Սարգսյանը զայրացած լքել է նիստերի դահլիճը։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը տևական ժամանակ է ամեն բան անում է Քոչարյանին զսպելու համար։ ՔՊԱ-ական տարբեր միջավայրերում, անգամ Փաշինյանի առջև բողոքում է Քոչարյանի վարքից, բայց ապարդյուն։ Քոչարյանը կոշտ խոսույթով է շփվում Սարգսյանի հետ, ակնհայտ արհամարհում նրան։ Ի դեպ, Քոչարյանը ակնհայտ արհամարհանքով է վերաբերվում նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Անգամ հոկտեմբերի 27-ին նվիրված հուշահամալիրի մոտ նա կամահրանք է դրսևորել Ազգային ժողովի նախագահի հանդեպ, նույնիսկ չի բարևել։ Քոչարյանը չի ընդունում Սիմոնյանի այն որոշումը, որ մերժեց քննել 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը, ուղարկելով այն Ազգային ժողովի առաջին բաժին արխիվացման։ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանի կառավարմանը բան չի մնացել ու հաջորդ խորհրդարանում ինքն իր զեկույցը կներկայացնի լիագումար նիստերի ժամանակ, իսկ Սիմոնյանի կողմնակիցները պնդում են, որ Անդրանիկ Քոչարյանը չի լինելու հաջորդ խորհրդարանում, նրան կուղարկեն արխիվ զեկույցի հետևից։